Հայկական կողմը կանխել է ապրիլյան պատերազմի կրկնությունը, սահմանով մեկ տեղադրված տեսախցիկները թույլ չեն տա հանկարծակի հարձակումը։ Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի կարծիքով Ադրբեջանը չի գնա նաև լայնածավալ գործողությունների, հաշվի առնելով Հայաստանի սպառազինությունը։ Երկու կողմը ինքան ռազմական, այսպես ասած, ռազմական տեխնիկա ու ռազմամթերք ունի, որ լայնածավալ դեպքում երկուսն էլ մեծ կորուստներ կկրեն։ Հայաստանը հյուծելու Ադրբեջանի ռազմավարությանն ի պատասխան պետք է կիրառվեն կտրուկ միջոցներ։ Նորավան գիտակրթական հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանը սակայն հեռու է մտքից, որ հայկական կողմը պետք է նախահարձակ լինի։ Քայլերը պետք է հենվեն ճշգրիտ հաշվարկների վրա։ Մենք պետք է փորձենք ադրբեջանական նավթին դիմակայել, դիմագրավել մեր մարդկային ռեսուրսների որակի բարձրացման։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատում հաստատված Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը կազդի Հայաստանի վրա, եթե չօգտագործվեն առկա հնարավորությունները, ինչպես օրինակ լավ հարաբերությունները Եվրամիության հետ, ասում է քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։ Այս սեղմողակը, որը գծված է Ռուսաստանի պարանոցին, սեղմվելու է մինչև վերջին շունչը։ Իսկ սա նշանակում է, որ Հայաստանը կամ ինքն է իր պարանոցը հանուն հայտնի չի ինչի մտցնում այդ նույն սեղմողակի մեջ եւ խեղդվում Ռուսաստանի հետ, կամ Հայաստանը, այսպես ասենք, խելքը գլուխն է հավաքում եւ մտածում է ինչ քայլեր պետք է անի հետագայում։ Օրերս վթարված Մոսկվա-Երևան միկրոավտոբուսը ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող է եղել։ Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։ Իսկ ինչպես են սահմանն անցնում ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսները։ Մեր իրավասության մեջ չի սահմանի վրա ունենանք տրանսպորտային դեպություն։ 125 էջից բաղկացած կառավարության ծրագրի հիմքում անկախ, անվտանգ եւ խելացի Հայաստան ունենալու տեսլականն է։ Ոչ մեկ մեր փոխարեն չի ապրի մեր կյանքը, ոչ մեկ մեր տեղը չի անի մեր գործը։ Անդիմադիր падգամավորներին չգոհացրեց նրա ելույթը։ Անհավես, անեմոցիա, շատ անվստահ ելույթ էր։ Դուք երբ որ նոր եք եկել, այդպեսին չէիք, փոխվել եք։ Անդիմության համար անհասկանալի էր 2018 թվականի ապրիլից, երբ լիարժեք քորեն կգործի Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, Կարեն Կարապետյանը կլինի վարչապետ, թե ոչ։ Ես չեմ կարող պնդել, որտեղ հենց դա պնդում ես, դու միանգամից դառնում ես քննադատվող թիրախ։ Ես պատրաստ եմ լինել վարչապետ։ Ելք դաշինք խմբակցության ղեկավարը մեջբերեց մինչ սահմանադրական հանրաքվեն Սերժ Սարգսյանի այն ելույթից, որտեղ նա հայտարարում է, թե ինքը չի հավակնում դառնալ վարչապետ։ Այնպիսի տպավորություն է, որ խորհրդանական մեծամասնության ներկայացուցիչները ճակերտավոր արդեն սկսում են Սերժ Սարգսյանին համոզել, որ նա այնուամենայնիվ փոխի իր մտադրությունը եւ առաջադրվի վարչապետի պաշտոնում։ Ես չգիտեմ համոզողներ կան թե չկան, ես համոզողների մեջ չկամ։ Նիկոլ Փաշինյանի տպավորությամբ Կարեն Կարապետյանը Քարոզ Արշավին Հայաստանի Հանրապետական կուսակցության համար ակտիվ մասնակցությունից հետո հիմա ֆիասկոյի առաջ է։ Ամեն ինչ շատ նման է նրան, որ այսօր ոչ թե մենք Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի եւ գործունեության ծրագրի հաստատմանն ենք ներկա, այլ Կարեն Կարապետյանի կառավարության հրաժեշտի մեկնարկի գործընթացի։ Մավրը արել է իր գործը, մավրը պետք է հեռանա։ Իմ գործընկերոջ հարցադրումից հետո ասեցիք, այո, ես պատրաստ եմ լինել վարչապետ։ Ասենք ես էլ եմ պատրաստ լինել վարչապետ։ Էլի քը մարդ կա որ պատրաստ է, բայց քաղաքական մեծամասնություն մենք չունենք։ Մենք չունենք մեծամասնություն, բայց ուզում ենք հասկանանք այսօրվա վարչապետը ունի քաղաքական մեծամասնություն թե չէ։ Այդ հարցին չեք կարողանում պատասխանել։ Ծառուկյան դաշինքը վկայակոչեց Գելափի տվյալները, ըստ որոնց Հայաստանը հարցված 31 երկրների շարքում 8-րդ տեղում է արտագաղթի սրընթաց տեմպերով, իրենից առաջ թողնելով Հայիթին, Ալբանիային, Նիգերիային, Կոնգոյին, Դոմինիկյան Հանրապետությանը եւ Հոնդուրասին։ Դուք հայտարարեցիք, որ ամեն օր մենք գոլ ենք խփելու։ Գոլ մենք չենք տեսել։ Մենք տեսել ենք դեռևս ինքնագոլ էր սեփական դարպասին։ Կառավարության ծրագրում տնտեսական աճը նշված է 5%, արտահանում հնահարաբերությունը 40-ից 45%, աղքատության կրճատումը կլինի 12%-ով, իսկ հարկային եկամուտների աճը նախատեսվել է 2.5%-ով։
Պյոտր Սվիտարսկին որևէ նոր բան չի ասել մեր երկրի ընտրական գործընթացները քննարկելիս, ասում է падգամավոր Նաիրա Զոհրաբյանը, նրա համար անհասկանալի է իշխանության հակազդեցությունը։ Փորձում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել, ստապ չեն գնահատում իրավիճակը, կամ պարզապես այլ արենձիրներ ունեն, ինձ համար հասկանալի չի, դեսպանի, ուրեմն օբյեկտիվ մտահոգություններին եւ շատ հստակ գնահատականներին, որը որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր երկրում ընտրական ձևախեղումները այլանդակ չափերի հասած են։ Դեսպանի քննադատությունները Տիկին Զոհրաբյանը չի պայմանավորում նրանով, որ Եվրամիությունը վախենում է, որ Հայաստանի իշխանությունը վերջին պահին Ռուսաստանի ճնշումով կարող է հրաժարվել ստորագրել ասոցիացիան համաձայնագիրը։ Որքան ես եմ տեղակ, այդ հատվածի խնդիրները, այսպես որպեսզի միմյանց չհակասեն, դրանք բոլորը իմ տեղեկությամբ քննարկվել են նաև երրորդ կողմի հետ։ Գևորգ Կոստանյանը հակված չէ Եվրամիության գրասենյակի ղեկավարի կոշտ հայտարարությունները համարել դիտողություն Հայաստանի իշխանություններին։ Իսկ ով ասում Սվիտարսկին դիտողություն արեց։ Սվիտարսկին կարծիք է հայտնել։ Հիմա դուք մեկը որակում եք դա դիտողություն, այն մյուսը որակում է սվիններով դիմավորում։ Դրանք կարծիքների փոխանակում։ Դեսպանը հիշեցրել էր, որ իշխանությունները տապալեցին ընտրությունները Եվրամիությունից վերցնելով 7 միլիոն եվրո։ Վարան Բաղդասարյանը հակադարձում է, բոլոր դեպքերում դիտողություններ անելիս պետք չէ խառնվել մեր ներքին գործերին։ Օգնություն տալ չի նշանակում, որ պետք է այդ օգնությունը շահարկել եւ մեր ներքաղաքական խնդիրների եւ հարցերին անդադ միջամտություններ անել։ Հանրապետական падգամավորը զարմանում է, որ Սվիտարսկին չի նկատում Հայաստանի ընտրությունների ժողովրդավարացման թռիչքային աճը, ավելին падգամավորին դուր չի եկել նույնիսկ դեսպանի ոճը։ Կարող են անհանգստություն հայտնել, բայց անմիջապես չի կարելի նման քննադատություններ, օրինակ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթների հետ կապված։ Դավիթ Հարությունյանն այն պաշտոնյաներից էր, որին ուղղված էին Եվրամիության դեսպանի կոշտ գնահատականները։ Ես էլ իմ գնահատականներում այնպես չի, որ շատ մեղմ եմ արտահայտվել եւ արտահայտել եմ դիրքորոշումը երկրի նախարարի։ Նախարարն ի դեպ ոչ մի հիմք չի տեսնում, որ Պյոտր Սվիտարսկին իր գնահատականները հնչեցրել է վախենալով, որ նոյեմբերին Հայաստանը կարող է չստորագրել Եվրամիության հետ ասոցիացիան համաձայնագիրը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է Տավուշի մարզից քաղաքացիական անձի անցնելը Ադրբեջանի տարածք։ Ռազմինֆո կայքի փորձագետ Կարեն Վրթանեսյանի տվյալներն էլ ադրբեջանական մամուլից են։ Բերթավան, Բարեկամավան գյուղերի այդ հատվածում է, Քեմերլի գյուղը ադրբեջանական, որի բնակիչները ըստ Facebook-յան այդ գրառման, որի բնակիչները գտել են այդ մարդուն ու բռնել են։ Հայ-ադրբեջանական պատերազմը դեռ չի ավարտվել, սահմանային համայնքների բնակիչները պետք է զգոն լինեն։ Ադրբեջանը սահմանային լարումներով փորձում է հայկական կողմից զիջումներ կորզել։ Այս պարագայում Հայաստանի ու Արցախի իշխանությունները ամեն դիվերսիայի պետք է ցավալի պատասխաններ տան։ Պետք է հակառվածներ տաս, դիպուկ, կետային, բայց հակառվածներ։ Հակառակ դեպքում ես չեմ տեսնում ինչ արգումենտներ պետք է լինեն, որ իրանք պատրաստ լինեն վերադառնան բանակցային process-ի։ Քաղաքագետի կարծիքով Ադրբեջանի սանձարձակգործողությունները լցրել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համբերության բաժակը։ Վերջերս այդ կառույցի կողմից հնչեց Բաքվին ուղղված կոչ եւ հասցեական հայտարարություն, բայց դա չի բավարարում հայկական կողմին։ Ով առաջինը հաղթեց զինադատարը, ժամանակը եկավ դատապարտել, ոչ միայն ասել, որ տեսակ առաջինը Ադրբեջանը խաղթեց զինադատարը։ Անպայման դա պետք է արվի, որ Մինսկի խմբի հեղինակությունը չընկնի։ Կարեն Վրթանեսյանի կարծիքով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից դժգոհ է նաև Ադրբեջանի հանրությունը։ Մոտավորապես այսպիսին էր ուղերձը, որ միջազգային հանրությունը մեր դեմ է, մենք չենք կարող այսօր լայնածավալ պատերազմ սկսել, գոնե պետք է վարենք հայերին հյուծող պատերազմ։ Փորձագետների գնահատմամբ, քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել կրակը, Հայաստանը պետք է մոռանա փոխզիջումների մասին, զուգահեռ դրան պետք է մտածել ուժեղանալու մասին, բարելավելով տնտեսությունը, արտաքին անկախ քաղաքականություն վարելով։ Սասնա գործով մեկնարկած արտագնահատականնիցն այսօր մի քանի անգամ ընդմիջվեց։ Հավանաբար դատավորը չկարողանալով ըստ նախատեսվածի տանել process-ը, ուրեմն պարբերաբար ցուցումներ ստանալու, պարբերաբար խորհրդակցելու կարիք է զգում։ Սասնա ծռերի անդամ Գագիկ Եղիազարյանի հայտարարությունը հիմք հանդիսացավ նրան 6 ժամով դահլիճից հեռացնելու համար։ Եթե ամբողջ համակարգին բացարկը հայտնել են, ինչ կարիք կա անհատապես բոլոր բացարկային։ Ես հիմա ծառայում ենք, սպասարկում ենք նույն ռեժիմին։
Մեկ ժամ հայտարարված ընդմիջումից հետո պարզվեց, որ դահլիճում չէ Գագիկ Եղիազարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը։ Նա դատանին գրավոր տեղեկացրել էր, եթե իր պաշտպանյալը հեռացված է, ինքը չի կարող առանց նրա ներկայության մասնակցել նիստերին։ Դատավորը այս անգամ էլ որոշեց ընդմիջում հայտարարել եւ պաշտպանին պատասխանատվության ենթարկելու համար դիմել փաստաբանների պալատ։ Դահլիճում չէր նաեւ Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ Սա եւս հիմք էր, որ նիստը չշարունակվի, կարծում էր փաստաբան Ինեսա Պետրոսյանը։ Այս բանի գտնվում են գործի նախապատրաստական ֆունկցիա։ Դերևս որևէ գործողություններ չեն կատարում, դերևս որևէ միջնորդություններ չեն քննարկում, որպեսզի ասենք, որ Ամբաստանյանի իրավունքները կարող են, Բարսեղյանի իրավունքները կարող են ոտնահարել, քանի որ Ալումյանը չկա։ Հիմա մենք երբ որ կհասնենք դատարկ պաշտպանների գործով նրանց ներգրավելու օրի, այդ ժամանակ արդեն մենք կհարցնենք կարծիքներ։ Դատարանը դեռևս չէր հարցրել Գագիկ Եղիազարյանի պաշտպան, եթե դատարանը այս տրամաբանությամբ է շարժում, ապա այստեղ մենք ունենք խնդիր քրեադատավարական։ Դուք սանկցիա կիրառեցիք այն փուլում, որ դեռևս նա ներգրաված է որպես վերջինիս պաշտպան։ Այնուհետև առանց նախագահողի թույլտվության հայտարարություն անելու համար դահլիճից հեռացվեց Վարուժան Ավետիսյանը։ Ես հիմա հայտարարում եմ, որ ես առանց իմ պաշտպանյալի չեմ մասնակցելու ուրեմն դատական նիստերին, ես նման ցուցում ունեմ իմ պաշտպանյալից։ Հայտարարված ընդմիջումից հետո դատավորը որոշեց դիմել փաստաբանների պալատ Մուշեղ Շուշանյանին պատասխանատվության ենթարկելու համար։ Այնուհետև դատավորը նիստերի դահլիճից հեռացրեց նաև միայնակ գայլին Արայիկ Խանդոյանին։ Իդեպ դատավորն այսօր պարզաբանեց ինչու է դատավարությունը Էրեբունու դատարանից տեղափոխվել Ավան։ Հաշվի առնելով քննվող քրեական գործով Ամբաստանյանների եւ ուժողների մեծականացումը եւ ելնելով արդարադատության արդյունավետության շահերի ձեր հայտարարության հիման վրա տեղափոխել եք եւ կատարում եք դատականություն, տեսնում եք բավականին մեծ գեղեցիկ տարիք։ Դատական նիստը կշարունակվի հունիսի 28-ին։ Արմավիրի Արազապ գյուղի բնակիչ Սարգիս Սարգսյանը փաստի առաջ է կանգնել։ Նախորդ շաբաթ կարկուտից ու քամուց վնասվել է ջերմոցի ցելոֆանը ծածկը։ Խամեր չհասեց կողերն ծակեցի, ինչ արեցի, ճար չեղա։ Տվեց տրակրեց։ Տակ տեղը ինքը աշխատում է, քամիներ խփին է պետք անի։ Խաշում է։ Վճասում է։ Նույնիսկ այս պարագայում ի տարբերություն շատ համագյուղացիների Սարգիս Սարգսյանի բախտը բերել է։ Բերքը չի քաղում, քանի որ մեծածախ գնորդ չկա։ Տանեկից հողամասում վարկային միջոցներով ջերմոցներ է սարքել, ահագին ծախսարել, բայց բերքը մնացել է թփին։ 120 կիլո ցելոֆան է կառնում։ Ցելոֆանը քաշում ենք, վարում ենք, մշակում ենք, թելերին փող ենք տալի։ Սերմին հատը 30 դրամով առնում ենք սերմերը։ Բերում ենք, ջերմոց ենք թափում, հոսանք ենք վառնում, տաքացնում ենք, աճեցնում ենք, հանում ենք բերքի տնելու արդեն, ծածիլում ենք, մենք մշակել է, մշակում բերեմ, հասնում ենք վերեմ, չի վաճառում։ Արմավիրցի մյուս ֆերմերների պես Վարունգն ու Լոլիկը Հովտաշատ գյուղի մեծ շուկա է տանում, որտեղ հիմնական գնորդները վերավաճառողներն են։ Ինչ կա, նույնիսկ տանում եք ընդ առնոն եք արում, ասում է ձեռ եք առնում, ասում է 10 դրամով կտաշ կտանենք, չէ չենք տանի, կամ 5 դրամով, ոնց է մարդու լեվեր է թաղան։ Տոկոսների տակ կքած գյուղացիները հազիվ են վճարում նաև ջրի վարձավճարները։ Հազիվ այդ գումարով էր ընտանիքին եք բան, չեն կարողանում ջրի վարձը ժամանակում ուծել։ Նրանք էլ պահանջում են գումար ծովեք, եթե գումար չկա որտեղ է ստան։ Արաքսի ափին փռված Արազափում շատերի տունն է վարկերի պատճառով կալանքի տակ։ Նրանց շարքում է նաև Սարգիս Սարգսյանը։ Ես ինչ մանամ, երաշտ առնելու, թե ինչ առնելու, վարկը վեկալը դրել եմ հողի վրան, որ եկամուտ ստանամ։ Գալիս ասում աղբետան, վարկը վեկալեր ես, ինչ չի հետաքրքրում, դուրս տարի տնից։ Բա մենք ումը կանանք փողոքենք։ Երկար տարիների հողագործը գնալով համոզվում է, հողագործությամբ զբաղվելը դարձել է ոչ եկամտաբեր, չեն կարողանում ոչ մի հարց լուծել, հազիվ ընտանիքի գոյությունն են պահպանում։ Վարկերը գոնե ծառեցնենք, ինչ-որ մի բանով օգնել էլի ժողովրդին։ Այս վիճակից դուրս կա ժողովուրդը։ Թե չէ ժողովուրդը շատ մեղ է, ժողովուրդը մեռած արդեն չկա։ Գյուղացի չկա, գոյություն չունի։ Խնդրանքն ուղղում է իշխանություններին, բայց պատասխան ստանալու օգնության հույս չունի։ Արազափի երկար տարիների բնակիչը պնդում է, ինքը վատատես լինելու հիմք ունի։ Չի հիշում մի դեպք, երբ որևէ պաշտոնյա գա գյուղ, հետաքրքրվի իրենց վիճակով։ Մինչև տարեվերջ Լոռու մարզում արդեն երկրորդ խոշորացված համայնքային փունջը կունենանք։ Ալավերդի համայնքային փնջում կընդգրկվեն Ալավերդի, Աքորի, Կաճաճկու, Ջիլիզա, Ծաղկաշատ եւ Հաղպատ համայնքները։ Համայնքներում կառավարության այս որոշումը բնակիչները մեղմ ասած ոգևորությամբ չեն ընդունել։ Եթե ձայնի գծեն բան, մեկն էլ է համաձայն չի։
Խոշորացված համայնքի մեկ օրինակի արդեն աքորեցիներն ականատես եղել են Թումանյան խոշորացված համայնքում։ Դեռևս ոչ մի դրական տեղաշարժ այնտեղ չեն նկատում։ Ավելին փաստարկներ են բերում, որ խոշորացումը միայն ի վնաս համայնքների է գործում։ Սաղ դժգոհում են, այդ լորուտի բանը այդ հանք եղը։ Բերես միացել է Ցաղիձորին, տրակտոր է ստալի, որ Ցաղիձորից գնա լորուտ։ Ինչ թե անի։ Հիմա մեր տրակտորը մեր մաշինան Ալավերդից գա գնայս Գեղոմ այդ գործն արա։ Մենք սկիզբ չենք կարող մեր Գեղոմ այդ գործն անենք, քաղաքապետը գալի Գեղոմն ինչ անի։ Մի 10 աշխատող ունենք, դե դրանք արդեն գնալացուկ են։ Ինչով են պահի իրանց ընտանիք։ Եվ ոչ մի բան։ Ոնց որ ստիպում են, վեկացեք ինչքան մնացել եք, էդ էլ գնացեք էլ։ Յուրաքանչյուր համայնքի ներսում ավելի լավ են ծանոթ համայնքի խնդիրներին եւս բյուջեի ու առաջնահերթության ամեն տարի որոշ աշխատանքներ կատարվում են, ասում են աքորեցիներն ու օրինակ բերում ասֆալտապատված ճանապարհները։ Բնապահպանական հատկացումներով Աքորիում 2-րդ եւ 3-րդ փողոցները մասամբ ասֆալտապատվել են 2 տարի առաջ։ Այս տարի եւս ասֆալտապատման աշխատանքներ կտարվեն։ Աքորեցիները վստահ չեն, որ խոշորացված համայնքի մաս կազմելուց հետո նմանատիպ աշխատանքներ կարվեն Աքորիում։ Դուք ակներ գնացած եք։ Պարզա։ Պարզ չէ, որ ակների ճանապարհը մեր սարի ճամփեն 1000 անգամ նրանից լավ է։ Նույն բանը դելի։ Մի տեղի կամ վերցնել ու լագրատեն քաղաք հասնենք, իսկ մի տեղում վերենք ունենք։ Հաղպատը կայացած համայնք է, մայրուղու ասֆալտապատումից հետո արդեն համայնքն այլևս ոչինչի կարիք չի ունենա։ Հաղպատի համայնքապետի տեղակալ Սուրեն Մաթոսյանի կարծիքն է։ Խոշորացումից հետո այս համայնքում նույնպես ոչ մի լավ բանի չեն սպասում։ Նախկինում դեռ երևի 50-60-ական թվականներին խոշորացում եղել է, յուղերն ավելի են դատարկվել, մարդիկ տեղափոխվել ուրիշ կենտրոններ, համայնքներ, ուրիշ համայնքներ։ Ինձ թվում է, որ շատ քիչ մարդ կլինի, որ կողմ լինի, որ համայնքը առանց խոշորացվի կամ ուրիշ համայնքին միանա։ Հաղպատի համայնքապետի տեղակալը նույնպես օրինակ է բերում Սանահինի ու Ակների գյուղական թաղամասերի ճանապարհների ոչ բարվոք վիճակը։ Եթե այս պահին Ալավերդու բյուջեն թույլ չի տալիս լուծելու այդ խնդիրը, ապա ինչպես է հետագայում մեկ բյուջեով լուծվելու արդեն մի քանի համայնքների նմանատիպ խնդիրներ։ Այս հարցադրումն է անում Սուրեն Մաթոսյանը։ Թեև խոսակցություններ կան, որ խոշորացված համայնքը գրելու է Հաղպատ անունը, սակայն անգամ այդ հանգամանքը չի ոգևորում հաղպատեցիներին, քանի որ վստահ են խոշորացումից հետո միայն հետընթաց է ապրելու համայնքը։ Ինչպես Հայաստանը աշխարհին ներկայացնել որպես մշակութային արժեքներ կրող եւ պահպանող երկիր։ Գաղափարը համախոհ հեղինակների մոտ ծնվեց անսպասելի։ Որոշվեց ստեղծել այնպիսի մի ներկայացում, որ կպատմեր մեր երկրի պատմության մասին ոչ թե կոնկրետ, այլ այն արժեհամակարգերի մասին, որի շնորհիվ մեծ փորձությունների ենթարկված ու անասելի կորուստներ ունեցած հայերը կարողացան գոյատևել, վերածնվել, ապրել ու ստեղծագործել։ Գրվեց լիբրետոն, որի հիման վրա ստեղծվեց օրիգինալ հեղինակային երաժշտություն եւ դեպքերը սկսեցին արագ զարգանալ։ Նարեկացի ու ծովիծով Հայաստան այս ներկայացման մեջ փնտրել պետք չէ, ասում է լիբրետոյի հեղինակ Էդուարդ Այանյանը։ Կոնկրետ կերպարներ չկան, կան հավաքական սիմվոլիկ կերպարներ, եւ մենք որոշեցինք պատմել պատմությունն այնպես, ինչպես մենք դա զգում ենք։ Սա շոու չի եւ ամբիցիաներ չկան։ Ամբիցիաները հետո կարող են լինել, որ մենք ավելի կամրացնենք, դեռ շատ խմորված եւ շատ թեթև տրվում է ինքնաճանաչողական մի մոդել, որ ազգը կարողանա սկսի կողմնորոշել ինքը ով է ընդհանրապես։ Ամենը ժանրային առումով նմանօրինակը չունեցող ներկայացում է։ Մի քիչ օպերա է, մի քիչ բալետ, ֆոլկ, ռոք ու դասական երաժշտության համադրություն։ Մենք փորձեցինք գտնել ինչ-որ ձև, որպեսզի դա լինի հետաքրքիր ոչ հային, բայց հային էլ դուր գա բոլոր դեպքերում։ Ամենաերևի մեծ խնդիրը դա էր, որպեսզի մեր ժողովրդական գործիքները ներգրավել եւ ներձուլել այնպիսի հնչողության մեջ, որ նրանք նոր ձևով հնչեն, հետաքրքիր հնչեն։ Ներկայացմանը մասնակցում են օպերային առաջատար երգիչներ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հովեր պետական կամերային երգչախումբը, պարային ու վոկալ գործիքային խմբեր։ Բարձր դրամաչափի, այսպես ասենք, մշակութային զենք է գործի դրվում։ Այս ամենը համադրելը հեշտ գործ չի, եւ փորձերի ժամանակ ստեղծագործական կոնֆլիկտներն էլ երևի թե բնական են։ Եթե մտնում եք առաջի տակտից, մտեք, իսկ եթե չեք հասկանում,
Պրոբլեմը փնտրեք ձեր մեջ։ Բախումներ են լինում, վիճում են, բայց այդ վեճի մեջ ծնվում է ճիշտ գաղափարը եւ մենք գալիս ենք ճիշտ լուծումներին։ Նախագծի մտահղացումից մինչև իրականացում անցել է 2 տարի։ Բեմադրության կոմպոզիտոր եւ երաժշտական պրոդյուսեր Արաքս Ամուշահյանի խոսքով երազանքը պետք է ռեալ հիմքեր ունենա եւ այդ դեպքում միայն նախագիծը կարող է դառնալ իրականություն։ Հունիսի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմում հանդիսատեսը հնարավորություն կունենա ներկա գտնվելու ամեն երաժշտական ներկայացման երևանյան պրեմիերային։ Երևանում սա կլինի միակ ներկայացումը, որից հետո այն կցուցադրվի Վերոնայում եւ եվրոպական մի շարք քաղաքների բեմահարթակներում։